Ադրբեջանից Հայաստան արտահանվող ապրանքների ցանկում նոր անվանում է հայտնվել։ Այս անգամ խոսքը ոչ թե վառելիքի, այլ շինարարական նշանակության պլաստիկ արտադրանքի մասին է։ Ցանկացած ապրանք, որ Ադրբեջանից ներմուծվում, ինքը չի կարելի Հայաստանի անվտանգության վրա չհասնի։ Քանի Ադրբեջանը անկախ իսրա ռեժիմի հայտարարից շարունակում մեծ մնալ թշնամի պետություն, որի ապացույցը բառացիոն 2 օր առաջ այսպես կոչված Շուշիի ֆորումի ժամանակ իրենց պարագլխի կամ նախագահ կոչվածի հայտարարությունը ուղղակի հակահայկական է։ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալով 2026 թվականի հունիսին Հայաստան է արտահանվել մոտ 1.5 տոննա պլաստիկ շինարարական արտադրանք, մոտ $5,900 ընդհանուր արժեքով։ Սակայն պաշտոնական տվյալները չեն բացահայտում ամենակարևորը, ինչ ապրանք է ներկրվել, ով է այն արտադրել, ով է ներմուծել Հայաստան եւ ինչ ճանապարհով է այն հասել հայկական շուկա։ Կարևոր է տեսնել, թե ինչ տեսականի է բերվել։ Գումարը փոքր է, տեսականին փոքր է, երևի որ ինչ-որ պայմանական խմբականակ է։ Հարկավոր է տեսնել, թե դա ինչ է։ Եթե օրինակի համար դա կլինի այնպիսի արտադրանք, որը որ Հայաստանում արտադրվում է, բնականաբար եթե մեծ քանակներ բերվեն, կարող է շուկայի վրա ազդել, որովհետև ադրբեջանական ապրանքները նաև կարող է էժան լինեն, քանի որ Ադրբեջանը ինքը նավթի արտաբերող երկիր է եւ նավթը օգտագործում են պլաստիկ իրերի արտադրությունների համար հումք ստանալու տեսանկյունից։ Ով է ադրբեջանական ապրանքը Հայաստան ներմուծողը, փորձեցինք պարզել Հայաստանի պետական կառույցներից, պետական եկամուտների կոմիտեից խորհուրդ տվեցին դիմել էկոնոմիկայի նախարարություն։ Նախարարությունից էլ հայտնեցին, որ ապրանքը ներկրել են մասնավոր ընկերությունները եւ գերատեսչությունը գործարքի կողմ չի հանդիսանում։ Իսկ ՊԵԿ-ից խոստացան պարզել ներմուծման մանրամասներն ու դրանք ներկայացնել ավելի ուշ։ Մասնագետները սակայն հիշեցնում են, խնդիրը միայն ներկրված ապրանքի քանակը չէ։ Ադրբեջանական եւ թուրքական շինանյութի հնարավոր մուտքի ռիսկերի մասին վաղուց են խոսում, զգուշացնելով, որ մրցակցային անհավասար պայմաններում կարող են տուժել ինչպես տեղական արտադրողները, այնպես էլ շինարարական ոլորտը։ Ընդ որում նրանց գնահատմամբ ծավալների առումով թուրքական շուկան այսօր ավելի լուրջ մարտահրավեր է, քան ադրբեջանականը։ Ցանկացած ապրանքի ներմուծում Ադրբեջանից ներմուծած գումարի վճարում, սա գնում է Ադրբեջանի ռազմական հիմնադրամ կամ իրենց պետական բյուջե, որը գնում է իրենց ռազմաարդյունաբերության կամ բանակի զարգացմանը, որը մեր դերում գործող կառույց է, վաղմիսօր նրանք ովքեր այսօր վճարում են այդ պլաստիկայի կամ այդ բենզինի համար, վաղմիսօր իրանքից փողերով վճարված հայ զինվոր են սպանելու կամ հայ քաղաքացիական բնակչությանն են ոչնչացնում։ Պլաստիկ շինանյութ հասկացությունը ներառում է տասնյակ ապրանքատեսակներ, դռներ, պատուհաններ, շրջանակներ, պրոֆիլներ, գոգաթափեր, երեսպատման տարրեր եւ շինարարության մեջ օգտագործվող այլ դետալներ, սակայն այս պահին հայտնի չէ, թե դրանցից որն է հայտնվել Հայաստանում։ Ադրբեջանը մի բան է կատարում, որը որ որոշակի ուշադրության պետք է արժանանա, այն է, որ ինքը փորձում է արագ դիվերսիֆիկացնել իր կողմից բերվող ապրանքները։ Այսինքն ինքը սկսեց տրադիցիոն ապրանքների, տեսեք նավթամթերք, չէ, սկզբում։ Հետո կամաց անցավ պարատանյութ, ռուսական կամ բայց ինքը կարող է պարատանյութ քիմիկատ տրամադրել, հետո պլաստիկ իրեր, այսինքն այն ինչ որ իր հիմնական արդյունաբերությունը թույլ է տալիս։ Այս պատմության ամենաքննարկվող կողմը սակայն տնտեսականը չէ, այլ քաղաքականը։ Խոսքերու նույնիսկ եմ գտնում, թող այդ խաղաղության հավատացողները կարդան Ալիևի 2 օր առաջվա ելույթը Շուշիին, որը լրիվ հակահայկական էր։ Ընդդեմ Հայաստանի, ընդդեմ հայ ժողովրդի եւ այլն եւ այլն։ Մնացած ընդհանրեն խոսքերությունը ցանկացած տարբերակով։ Ադրբեջանը շարունակաբար մնում է հայ ժողովրդին թշնամի պետություն։ Թեև այս անգամ խոսքը ընդամենը մեկ խմբականակի մասին է, բայց այն արդեն մի քանի կարևոր հարց է առաջացրել։ Սա արդյոք առանձին առևտրային գործարք է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական կապերի նոր փուլի առաջին ազդանշանը, եւ ինչու է հանրությունը դրա մասին տեղեկանում Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունից։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։